Ողջույն բոլորին, այս տեսանյութում հրեշտակի խորհուրդն է մարտի 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածի համար։ Մի փոքր շփոթմունք է եղել շաբաթվա կանխատեսումը նայել եմ 17-ից 23-ի համար, չգիտեմ ինչու այդպես էր ինձ մոտ տպավորությունը, որ արդեն 17-ն է ամիսը։ Դե քանի որ այս շաբաթ ոչինչ չունեք, գոնե ներկայացնեմ հրեշտակի խորհուրդը, դա ձեզ ինչ-որ չափով կօգնի, որովհետև հրեշտակի խորհուրդը եւս է, ինչ-որ բաներ է ձեզ ասում, որ ինչ անեք այս շաբաթվա ընթացքում, ինչպես վարվեք այս կամ այն իրավիճակում։ Չգիտեմ ինչու էր ինձ մոտ ֆիքսվել, որ արդեն 17-ն է, որ ճիշտն ասեմ։ Անկամ այս թվերը տեղադրելուց ուշադրություն չեմ դարձել, որ դեռ չի անցել ամսի 10-ը, ուր մնաց թե դա։ Ոչինչ, պատահում է նախորդ օրը մարտի 8-ն էր, այնպես որ ամեն ինչ հնարավոր է։ Հուսով եմ ձեն չեք նեղանում։ Դե հրեշտակի խորհուրդը եւս կարևոր է բոլորիս համար։ Բացի դա էլ եւս տեսանյութեր ունեմ, որ պետք է պատրաստեմ հենց այս եկող շաբաթվա ընթացքում, դեռ հետադարձ Մերկուրին, խավարումը եւ այլն։ Այնպես որ բացի դա էլ լիալուսինը շուտով կլինի այս շաբաթվա ընթացքում, այնպես որ տեսանյութեր կան, որոնք որ կկարողանաք նայել այս շաբաթվա ընթացքում։ Իհարկե արդեն աստղաբանության ալիքում։ Եվ մենք կնայենք արդեն բոլոր կենթանակերպի նշաններին, գիտեք, որ ժամերը լինում են մեկնաբանության բաժնում, ես որ չտեսնեի այդ մեկնաբանությունը, չկարդայի, մեկը գրել է, որ ամսի 10-ից 16-ը չի լինելու, ես այսինքն 10-ից 16-ը հիշում եմ, որ վայ, այսօր ամսի 9-ն է, այնպես որ ոչինչ, կլինի այս մյուս տեսանյութը։ Եվ կնայենք խոյերին, տեսնենք ինչ խորհուրդ է տալու խոյերին իրենց հրեշտակը այս շաբաթվա ընթացքում։ Ինչ է խորհուրդ տալու, ինչ խորհուրդ է տալիս խոյերի հրեշտակը այս շաբաթվա համար։ Մեկը հետաքրքիր է, հենց առաջին հրեշտակը։ Դե առհասարակ առաջին հրեշտակը ասում է, որ անհանգստություն ունեք։ Ինչ որ անհանգստանում եք ձեր կյանքում հնարավոր փոփոխությունների համար։ Բայց պետք է դա անտեսեք, պետք չի անհանգստանալ անիմաստ, դա անիմաստ է ձեզ համար։ Հրեշտակապետը, Միքայել հրեշտակապետը ձեզ հետ կլինի մինչև այդ փոփոխության ավարտը, դրա համար ինքը ձեր կողքին կլինի եւ ձեզ կաջակցի։ Եվ սովորեք պայքարել ձեր վախերի դեմ։ Մի գնացեք զիջումների այս շաբաթվա ընթացքում։ Ցանկացած իրավիճակում պահեք ձեր միտքը շատ մաքուր։ Եվ ուղղեք բոլոր բարդ իրավիճակները այս շաբաթ, եթե չեք կարողանում ուղղել, ապա կարող եք դիմել նաև ձեր հրեշտակներին։ Եվ աղոթք։ Ես խնդրում եմ աջակցություն իմ զգացմունքները կազմակերպելու համար։ Եվ խնդրում եմ օգնություն ինքս ինձ եւ ուրիշների հանդեպ կարեկցող եւ անկեղծ դառնալու համար։ Շնորհակալ եմ Միքայել հրեշտակապետ ինձ այս ուժն ու քաջությունը տալու համար։ Եվ խորհուրդ։ Վստահեք հրեշտակներին, ովքեր աջակցում են ձեզ դժվարին պահերին։ Լսեք ձեր ներքին ձայնը, որը զգուշացնում է ձեր սրտից եւ սրտի խորքից նաեւ։ Կյանքի ցանկացած իրավիճակում ընտրեք ուղիղ ու ազնիվ ուղիներ։ Մի փորձեք խուսափել պատժից եւ այդ ժամանակ կպարգեւատրվեք հոգեկան հանգստությամբ։ Եթե ինչ-որ մեկը փորձեց օգտվել ձեր բարիությունից, մի հուսահատվեք։ Տիեզերքը անպայման կպարգևատրի նրան ըստ իր արժանինքների։ Մի փորձեք վրեժխնդիր լինել ինքներդ ձեզ, վստահեք այդ մտահոգությունները բարձր ուժերին։ Այսինքն մի փորձեք վրեժխնդիր լինել դուք ինքներդ։ Եղեք համբերատար եւ անվախ, եւ այդ ժամանակ թշնամիները կպարտվեն եւ դժվարությունները կհեռանան ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթ։
Գնայինք ցուլերին։ Հրեշտակի խորհուրդը ցուլերի համար ինչ են ձեզ խորհուրդ տալիս։ Թված եւս առաջին տարբերակն է։ Միքայել հրեշտակապետը միշտ պատրաստ է լսել ձեզ եւ օգնել։ Պետք չի անտեսել հրեշտակների օգնությունը։ Իհարկե։ Իմացեք, որ դուք իշխանություն ունեք եւ դուք զոհ չեք։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ կամ ուրիշներին։ Մի դատեք, որ չդատվեք։ Դուք պետք է լուծեք բոլոր խնդիրները, որոնք ոչ թե պարզեք այն, որոնք որ կառաջանան ձեր առջև այս շաբաթվա ընթացքում։ Մի վախեցեք օգնություն խնդրել։ Եվ դուք պետք է բաց լինեք նոր բաների համար։ Աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, ես շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ լուծել իմ գործերը, իմ հարցերը։ Նկարագրեք իրավիճակը։ Ես հավատում եի, որ դուք անպայման կլսեք ինձ եւ կօգնեք ինձ, քանի որ ամբողջ սրտով օգնություն էի խնդրում ձեզանից։ Խնդրում եմ, լցրեք իմ հոգին հավատքով եւ հույսով։ Եվ խորհուրդ։ Բաց եղեք ամեն նորի համար։ Մի խնայեք բարի խոսքերն ու ցանկությունները։ Բարյացակամորեն արձագանքեք ցանկացած գործողության, նույնիսկ եթե դրանք բացասական կամ տհաճ են թվում։ Ժամանակի ընթացքում ձեր առատաձեռնությունը կպարգևատրվի։ Դուք շրջապատված կլինեք մարդկանցով, ովքեր գնահատում են իսկական խնամքը եւ կձգտեն դրա դիմաց ձեզ տալ, ոչ թե միայն վերցնել։ Երբ օգնության կարիք ունեք, մի հրաժարվեք դրանից։ Խոստովանեք, որ հիմա ձեզ աջակցություն է պետք։ Հատուկ ուշադրություն դարձրեք ճակատագրի նշաններին։ Գուցե հրեշտակները ձեզ լավ խորհուրդներ են ուղարկում, որոնք դուք պետք է նկատեք եւ կիրառեք ձեր կյանքում։ Շնորհակալ եղեք երկնքին բոլոր օրհնությունների համար, նույնիսկ ամենափոքր, եւ ձեր կյանքը կհարստանա։ Այսքանը ցուլերի համար։ Թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթ։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ խորհուրդ է ուզում տալ հրեշտակները եկվորյակներին։ Հրեշտակները պահպանում են եւ ձեզ, եւ ձեր սիրելի մարդկանց, բոլորին, ովքեր որ գտնվում են ձեր կողքը։ Հնարավոր է անհանգստանում եք ձեր առողջության, ձեր ֆինանսական վիճակի, ձեզ համար նաեւ թանկ մարդկանց հարաբերությունների մասին կամ իրենց համար նաեւ։ Աստված եւ հրեշտակները պաշտպանում են ձեզ։ Ձեր ֆինանսները շատ լավ կլինեն, այնպես որ մի անհանգստացեք։ Ձեր բիզնեսը եւս պաշտպանում են։ Գնացեք ճամփորդության եւ դա հաջող կանցնի։ Մարդիկ, ովքեր հեռացել են այս կյանքից, ձեզանից առաջ, չեն դադարում սիրել ձեզ։ Եվ աղոթք, իմ Աստված եւ Միքայել հրեշտակապետ, շնորհակալ եմ, որ հսկում եք ինձ եւ իմ մտերիմներին, անվանեք նրանց անունները։ Խնդրում եմ լցրեք ինձ ապահովության եւ խաղաղության հանդեպ հավատքով եւ ուժ տվեք չնահանջելու իմ իրական նպատակներից, վայելելով կեցության այս ընթացքը։ Եվ խորհուրդ։ Մի վախեցեք ձեր թշնամիներից, քանի որ նրանք իշխանություն չունեն ձեր կյանքի վրա։ Հրեշտակները ձեզ թույլ են տվել իրենց պաշտպանությունը, այսինքն ձեզ տվել են իրենց պաշտպանությունը, որի դեմ ոչ մի թշնամի չի կարող դիմակայել։ Բարեգործություն արեք կամ պարզապես բարի գործեր արեք, որպեսզի մարդիկ զգան, որ դուք մտածում եք իրենց մասին։ Ուշադիր եղեք ճակատագրի նվերների նկատմամբ եւ միշտ երախտագիտությամբ վերաբերվեք դրանց։ Առաջնորդվեք միայն բարի մտադրություններով, երբեք մի փորձեք որևէ մեկին վնասել, երբ վտանգ եք զգում, առաջին հերթին դիմեք երկնքի պաշտպանությանը։ Եվ կտեսնեք, թե ինչպես են հրեշտակները ցույց տալիս իրենց իսկական ուժը։ Ապրեք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եւ խուսափեք զղջումներից։ Այսքանը եկվորյակների համար։ Թող ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք խեցգետիններին։
Ինչ են ուզում խորհուրդ տալ խեցգետինների հրեշտակներն իրենց այս շաբաթ։ Դա կոչվում է ների ինքներդ ձեզ։ Միքայել հրեշտակապետը հորդորում է ձեզ, ներեք ինքներդ ձեզ, գուցե ինչ-որ մի բան կա ձեր հոգում։ Ձեր արարքների կամ անգործության համար։ Մեղքի զգացումը խանգարում է գտնել ներքին խաղաղություն, պետք է բաց թողնել դա։ Եվ հասկանալ, որ դուք անմեղ եք յուրաքանչյուր հարցում։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ։ Քանի դեռ չեք ներել ինքներդ ձեզ, ուրիշները չեն ների ձեզ։ Ազատեք ձեր միտքը այդ ինքնամեղադրանքից։ Հավատք ձեռք բերեք ձեր անմեղության հանդեպ եւ անմիջապես կզգաք, թե ինչպես է ձեր բեռը թեթևանում։ Ձեզ հետաքրքրող մարդը անմեղ է։ Մաքրեք ձեր մարմինը։ Դուք կարող եք վստահել այն անձին, ում մասին հարցնում եք, եթե ինչ-որ հարցում եք, այստեղ միգուցե ինչ-որ մտքեր ունեք։ Միշտ սկզբում գնահատեք մարդու դրական հատկությունները, հետո նոր բացասականը։ Եվ աղոթք։ Եվ մեկ բան էլ եմ ուզում ասել, ձեր արարքները չեն կործանում ձեր հոգու լույսն ու բարիությունը։ Դու կաս եւ կլինես Աստծո ստեղծագործությունը, ստեղծված սիրուց եւ լույսից։ Եվ աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, օգնիր ինձ ներել ինձ իմ հիմար եւ չար արարքների համար։ Ներիր ինձ իմ մեղքը եւ ինձ փոխհատուցելու հնարավորություն տուր։ Գլուխս մաքրիր նախատող մտքերից։ Օգնիր ինձ ընդունել ինձ տրված անմեղությունը եւ գտնել մտքի խաղաղություն։ Եվ խորհուրդ ձեզ համար։ Հիշեք, որ անհնար է ապրել առանց սխալների։ Դուք պետք է ընդունեք ձեր սխալները եւ սովորեք առաջ գնալ։ Այնուամենայնիվ պետք չէ անլուրջ վերաբերվել մեղքերին։ Հիշեք դրանք, աշխատեք չկրկնել հին չարագործությունները։ Այս ամենը ձեզ ավելի իմաստուն կդարձնի, կպաշտպանի ավելորդ ցավից կամ դաժան ափսոսանքներից։ Լսեք հրեշտակներին, որոնք հորդորում են ձեզ հետևել ձեր սրտին։ Եթե կարծում եք, որ անարժան եք երջանկության, ապա պայքարեք այս մտքերի հետ։ Դրանք խաբուսիկ են եւ կարող են ձեզ վնաս պատճառել։ Ստեղծեք դրական ալիք։ Մի փակվեք դժգոհությունների կամ վախի մեջ։ Բացվեք աշխարհի առաջ եւ ընդունեք նրա օրհնությունը երախտագիտությամբ։ Այսքանը ձեզ համար, հարգելի խեցգետիններ, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայենք առույցներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ առույցների հրեշտակներն իրենց այս շաբաթ։ Ձեզ համար սա աղոթքի ժամանակն է, տեսնում եք, գիրքն էլ բաց է։ Անհանգստանալու կարիք չկա։ Դա միայն վատացնում է իրավիճակը։ Աղոթքը կօգնի ձեզ շրջել իրադարձության ելքը եւ բարելավել այն ձեր օգտին։ Եվ կարող եք մարդկանցով հավաքվել կամ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Ինչքան շատ աղոթք, այնքան շատ լսելի կլինի։ Գուցե ինչ-որ բան է ձեզ անհանգստացնում։ Միայն տիեզերքը գիտի լուծումները, որոնք որ ձեզ անհրաժեշտ են։ Միայն պետք է դուք օգնություն խնդրեք իրենցից եւ հետեւեք այն հրահանգներին, որոնք որ իրեն կտան։ Միգուցե նաեւ ինչ-որ բան եք մտածում եւ այդ ժամանակ տեսնում եք հրեշտակների ժամերը։ Դա նշանակում է, որ այո, համաձայն են իրենք ձեզ հետ, որովհետեւ իրենք ուրիշ կերպ չեն կարող մեզ հետ խոսել։ Եվ մի վախեցեք փոփոխություններից, ընդունեք դրանք, անկախ այն բաներից, ինչ որ կստանաք։ Հավատացեք, որովհետև սա է ձեր հույսի հիմքը։ Աղոթք։ Ամենաբարձր Տեր եւ Միքայել հրեշտակապետ։ Ես կամ այն ում որ դուք դիմում եք, միգուցե Մարիամ Աստվածածնին, միգուցե Հիսուս Քրիստոսին, նշեք անունը։ Ես օգնություն եմ ակնկալում։ Հավատում եմ ձեր հրահանգներին եւ շնորհակալություն եմ հայտնում իմ աղոթքներով։ Ես խնդրում եմ ձեզ հրաշք եւ ակնկալում եմ ձեր օգնությունը այս իրավիճակից դուրս գալու համար։ Շնորհակալություն, ամեն։ Եվ խորհուրդ. դժվար պահերին աղոթքով դիմեք բարձր ուժերին եւ մի փորձեք միայնակ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դուք երկար ճանապարհ ունեք անցնելու, բայց եթե հույսը դնեք միայն ձեզ վրա,
ապա թանկարժեք էներգիա կխնայեք, եթե իհարկե դնեք ոչ միայն հույսը ձեր վրա, եւ կհասնեք հաջողության։ Եթե շրջապատի մարդիկ ձեզ ծաղրում են, մի փորձեք վիճել նրանց հետ, թող կյանքն ու ճակատագիրը ամեն ինչ իրենց տեղը դնեն։ Երբ անարդարության հետ բախվեք, համբերատար եւ ներող եղեք, ողորմություն ցուցաբերեք նրանց, ովքեր վիրավորում են ձեզ։ Պետք չէ վրեժխնդիր լինել նման մարդկանցից կամ մեղադրել նրանց անազնվության մեջ։ Արժանապատվորեն վարվեք եւ սպասեք, որ հրեշտակները իրենք կվերականգնեն արդարությունը։ Այսքանը ձեզ համար հարգելի առուսներ։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք կույսերին, տեսնենք կույսերի հրեշտակներն ինչ են խորհուրդ տալիս իրենց։ Ինչ են խորհուրդ տալիս կույսերի հրեշտակներն իրենց այս շաբաթվա ընթացքում։ Եվ այս քարտով ձեր հումորի զգացումը կարող է ազդել այս իրավիճակից հաջող ելքի վրա։ Ինքնուց ինչ որ իրավիճակում եք եւ պետք է հումորով վերաբերվեք դրանց։ Ընդհանրապես կարող եք այսպես նայել, որ դուք ոչ թե ֆիլմ եք նայում եւ դա ձեր կյանքը չէ։ Ինչ որ դերասաններ են, որոնք որ խաղում են։ Եվ հաճախ է պատահում, որ մարդու արարքների եւ վարքագծի վերաբերյալ այլ տեսակետը կարող է հանգեցնել սիրուց ակամա բաժանման։ Այս դեպքում հումորի զգացումն օգնում է հարթել մարդկանց միջև եղած տարբերությունները։ Սեր է տալիս եւ ամեն հումոր, գիտենք, որ վեճի ավարտ է։ Հիշեք մի պարզ կանոն՝ լավագույն դեղամիջոցը ծիծաղն է։ Ձեր տրամադրությունը բարձրացնելու համար դիտեք զվարճալի հեռուստահաղորդումներ, ֆիլմեր եւ ավելի հաճախ կարդացեք կատակների մասին որոցե ինչ-որ թեմաներ։ Ավելի շատ կատակեք, դա կօգնի բարելավել ձեր տրամադրությունը։ Նաեւ կարող եք նման տեղեր հաճախել, հումորի տեղեր եւ այլն։ Աղոթք։ Շնորհակալ եմ, որ ինձ չզրկեցիր տվյալ իրավիճակում ծիծաղը տեսնելու հնարավորությունից ու կարողությունից։ Եվ բացի այդ ես կարող եմ սերը սրտումս պահելով ծիծաղել մարդու եւ նրա էության վրա։ Ես պատրաստ եմ ցուցադրել իմ կարողություններն ու հմտությունները այլ հանգամանքներում, սիրո էներգիան բուժելու եւ գրավելու համար։ Եվ խորհուրդ. պարզ նայեք իրերին, բայց փորձեք սթափ գնահատել վտանգները։ Այս հարցում ձեզ դրսի հեռանկար է հարկավոր, ուստի լսեք հրեշտակներին, ինչպես նաեւ ավելի հասուն ընկերների խորհուրդները։ Կյանքը շատ ավելի կայուն կդառնա, եթե սովորեք ճիշտ արձագանքել վտանգներին, ուրիշների հետ կոնֆլիկտներին կամ անարդարությանը։ Քարտը նաև հուշում է, որ ժամանակն է ուշադրություն դարձնել ձեր հոգեկան առողջությանը։ Հավանաբար դուք թաքցնում եք խնդիրներ, որոնց մասին նույնիսկ չեք խոսում ձեր ընտանիքի հետ։ Այս անհանգստությունները թողեք հրեշտակներին, նրանք կօգնեն ձեզ կարգավորել բարդ հարցերը եւ պահպանել ձեր կյանքի ուրախությունը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք կշարքներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ կշարքներին հրեշտակները մարտի 10-ից 16-ի համար։ Ուրեմն մի թողեք ձեզ մոլորության մեջ գցեն, ամենաառաջինը։ Միքայել հրեշտակապետը ոչ մի աղոտ կան նկատ չի թողում։ Նա ձեզ ուղեկցում է ձեր ծննդյան օրվանից։ Դուք արդեն գիտեք, թե ինչպիսի աշխատանք ձեզ երջանկություն կբերի, եւ ձեզ եւ ուրիշներին։ Աշխատեք այն աշխատանքը, որը կբերի նաև ձեր երազած եկամուտը։ Ինչպես նաև դա ձեզ կօգնի կամ հնարավորություն կտա օգնելու մեկ այլ մարդկանց, ով ունի այդ դրա կարիքը։ Կենտրոնացեք ներկա իրավիճակի վրա։ Այս քարտը նշանակում է, որ դուք պետք է վստահեք ձեր հոգու կոչմանը։
նշան, որ դռները բաց են ձեզ համար։ Եվ այժմ դուք պետք է պարզապես առաջ շարժվեք եւ մտնեք այնտեղ։ Դուք մենակ չեք։ Հրեշտակները ձեր կողքին են եւ տիեզերքը եւս ուղեկցում է ձեզ։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Միակ բանը, որ ձեզ պետք է անել, վստահելն է ձեր սրտին եւ հոգու կանչին։ Աղոթք։ Հրեշտակապետ Միքայել, դու իսկապես գիտես իմ նպատակը։ Ես խնդրում եմ, որ օգնեք ինձ ուղղել իմ էներգիան ճիշտ ուղու վրա։ Թույլ չտալ, որ շեղվեմ այն ճանապարհից, որի համար նախատեսված եմ, եւ պաշտպանեք ինձ խոչընդոտներից, այն կարիերայում, որի համար ես ստեղծված եմ։ Եվ խորհուրդ. թույլ մի տվեք ձեզ մոլորության մեջ գցել։ Եթե արժեքավոր բան եք գտել, ապա կառչեք այդ նպատակից կամ ցանկությունից։ Միշտ հիշեք, որ լավ մարդ լինելը շատ ավելի լավ է, քան ստախոս կամ խաբեբա լինելը։ Առանձնացրեք իսկական օրհնությունները անցողիկ ուրախությունից, քանի որ ապագայում կարող եք ընտրության առջև կանգնել։ Լսեք, թե ինչ են ասում հրեշտակները։ Նրանք թողնում են իրենց հաղորդակցությունները ընկերների խոսքերի, գաղտնի նշանների կամ կյանքի իրադարձությունների միջոցով։ Ազատվեք գոռոզությունից, որը ձեզ խոցելի է դարձնում, եւ փոխարենը զարգացրեք բարիությունը եւ անկեղծությունը։ Կիսեք ձեր դժվարությունները բարձր ուժերի հետ։ Ձեր վշտերը վստահեք նրանց ձեռքին։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք կարիճներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ կարիճներին հրեշտակները այս շաբաթվա ընթացքում։ Եվս առաջինը, որ խոյերիններ։ Եվ ինչպես որ ասում են, պետք է զգաք ճշմարտությունը եւ որոշումներ կայացնեք դրա հիման վրա։ Հրեշտակապետ Միքայելն ասում է, որ դա գիտակցելուց հետո դուք կստանաք բուժում եւ ուղղություն ճիշտ ուղու վրա կանգնելու համար։ Եվ ձեզ անհանգստացնում են ձեր կյանքում փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում։ Չպետք է անտեսեք ձեր ներքին մղումները։ Հրեշտակապետ Միքայելը ձեզ հետ կլինի մինչև վերջ եւ կապահովի, որ ձեր բոլոր կարիքները բավարարվեն։ Ուղեք այն կամ մի ընդունեք բարդ իրավիճակը, կամ ուղեք կամ մի ընդունեք։ Մի գնացեք զիջումների, սովորեք պայքարել ձեր վախերի դեմ։ Ցանկացած իրավիճակում պետք է լինեք ավելի մաքուր մտքով։ Աղոթք։ Ես խնդրում եմ աջակցություն իմ զգացմունքները կազմակերպելու համար եւ խնդրում եմ օգնություն ինքս ինձ եւ ուրիշների հանդեպ կարեկցող եւ անկեղծ դառնալու համար։ Շնորհակալ եմ Միքայել հրեշտակապետ ինձ այս ուժն ու քաջությունը տալու համար։ Եվ խորհուրդ. վստահեք հրեշտակներին, ովքեր աջակցում են ձեզ դժվար պահերին։ Լսեք ձեր ներքին ձայնը, որը զգուշացնում է ձեզ ստից եւ գաղտնիությունից։ Կյանքի ցանկացած իրավիճակում ընտրեք ուղիղ ու ազնիվ ուղիներ։ Մի փորձեք խուսափել պատժից եւ այդ ժամանակ կպարգևատրվեք հոգեկան հանգստությամբ։ Եթե ինչ-որ մեկը փորձեց օգտվել ձեր բարիությունից, մի հուսահատվեք։ Տիեզերքը անպայման կպարգևատրի նրան ըստ իր արժանինքների։ Մի փորձեք վրեժխնդիր լինել ինքներդ ձեզ համար։ Վստահեք այդ մտահոգությունները բարձր ուժերին եւ այդ դեպքում արդարությունը կհաղթի։ Եղեք համբերատար եւ անվախ, եւ այդ ժամանակ թշնամիները կպարտվեն եւ դժվարությունները կհեռանան ձեր կյանքից։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ հրեշտակները աղեղնավորներին այս շաբաթվա համար։ Եվս կանացի էներգիա։ Ուղղակի հումորով վերաբերվեք ամեն ինչին։ Պարզ նայեք իրերին, թեթև նայեք բոլոր իրավիճակներին։ Ձեր հումորի զգացումը կարող է ազդել այս իրավիճակի հաջող ելքի վրա։ Երբ որ դուք ուրախանաք եւ երբ որ դուք ժպտաք, ոչ թե այդ ժամանակ ստրեսի ենթարկվեք կամ այն նման ոչ մի բան։
Հաճախ է պատահում, որ մարդու արարքների և վարքագծի վերաբերյալ այլ տեսակետը կարող է հանգեցնել սիրուց ակամա բաժանմանը։ Այս դեպքում հումորի զգացումն օգնում է հարթել մարդկանց միջև եղած տարբերությունները։ Սերը գալիս է ու բուժում իրավիճակն ու հարաբերությունները։ Հիշեք մի պարզ կանոն. լավագույն դեղամիջոցը դա ծիծաղն է։ Ձեր տրամադրությունը բարձրացնելու համար դիտեք զվարճալի հեռուստահաղորդումներ, ֆիլմեր և ավելի հաճախ կարդացեք, որեցեք կատակներ։ Ավելի շատ կատակեք, դա կօգնի բարելավել ձեր տրամադրությունը։ Նաև փորձեք գրանցվել նման վայրերում, ուսե դերասանական ոչ տեղ, կամ ինչ-որ թատրոն եւ այլն, որտեղ որ կժպտաք շատ։ Աղոթք. շնորհակալ եմ, որ ինձ չզրկեցիր տվյալ իրավիճակում ծիծաղը տեսնելու հնարավորությունից ու կարողությունից։ Բացի այդ, ես կարող եմ սերը սրտումս պահելով ծիծաղել մարդու եւ նրա էության վրա։ Ես պատրաստ եմ ցուցադրել իմ կարողություններն ու հմտությունները այլ հանգամանքներում, սիրո էներգիան բուժելու եւ գրավելու համար։ Եվ խորհուրդ. պարզ նայեք իրերին, բայց փորձեք սթափ գնահատել վտանգները։ Այս հարցում ձեզ դրսի հեռանկար է հարկավոր։ Դրա համար լսեք հրեշտակներին, ինչպես նաև ավելի հասուն ընկերների խորհուրդները։ Կյանքը շատ ավելի կայուն կդառնա, եթե սովորեք ճիշտ արձագանքել վտանգներին, ուրիշների հետ կոնֆլիկտներին կամ անարդարությանը։ Քարտը նաև հուշում է, որ ժամանակն է ուշադրություն դարձնել ձեր հոգեկան առողջությանը։ Հավանաբար դուք թաքցնում եք խնդիրներ, որոնց մասին նույնիսկ չեք խոսում ձեր ընտանիքի հետ։ Այս անհանգստությունները թողեք հրեշտակներին, նրանք կօգնեն ձեզ կարգավորել բարդ հարցերը և պահպանել ուրախությունը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ են ուզում փոխանցել հրեշտակները այդ եղջյուրներին այս շաբաթվա համար։ Այս քարտը նաև նշանակում է պաշտպանեք, շնորհություն դարձրեք ձեր կարիքներին։ Խոսքը նախ եւ առաջ ինքներդ ձեզ պաշտպանելու մասին է։ Եվ իհարկե, խուսափեք այնպիսի իրավիճակներից, որտեղ դուք զգում եք զայրույթ, նախանձ կամ որևիցե մրցակցություն։ Շրջապատեք ձեզ լավ գործերով եւ դրական մարդկանցով եւ կտեսնեք, թե ինչպես է ձեր էներգիան ավելանում։ Անպայման ստուգեք, որ դուք պաշտպանված եք։ Օրինակ, ձեր մեքենայի տեխնիկական իրավիճակը, կատարեք բժշկի ստուգումներ եւ այլն, առողջության հետ կապված։ Նախազգուշական միջոցներ ձեռնարկեք այս դեպքում։ Ձեզ մոտ պահեք այնպիսի պաշտպանիչ բյուրեղ, ինչպիսին է սև օբսիդիանը կամ ծխագույն քվարցը։ Աղոթք. հրեշտակապետ Միքայել, ես աղոթում եմ ձեզ, ուղղիր քո վահանը, պաշտպանելու իմ սիրելիներին, ինձ եւ իմ տունը չարից եւ դժբախտությունից։ Թող քո լույսը, որը ներս է թողնում միայն պայծառ ու մաքուր սեր, շրջապատի մեզ եւ լուսավորի մեր ճանապարհը։ Եղիր ինձ հետ եւ պաշտպանիր այն մարդկանց, ում ես սիրում եմ, եւ կարող եք անվանել իրենց անունները։ Խորհուրդ. որոշում կայացնելիս միշտ ապեք հրաժարվել հին կապերից, սովորություններից կամ հայացքներից։ Կշռադատեք յուրաքանչյուր քայլ։ Հիշեք, որ ցանկացած ցնցում վնասակար է ձեր էմոցիոնալ վիճակի համար։ Եթե շփոթության մեջ եք, օգնություն խնդրեք հրեշտակներից, նրանք անպայման կաջակցեն ձեզ դժվար պահերին։ Ամենօրյա ուշադրություն դարձնելը ձեր կարիքներին խելամիտ քայլ է համարվում։ Զգույշ լինելը կպաշտպանի ձեզ ուժասպառությունից։ Հոգ տարեք ձեր մասին, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես։ Մի մոռացեք ճիշտ սնվելու մասին, շփվեք միայն լավ մարդկանց հետ։ Պաշտպանեք ձեզ բացասական տրամադրություններից եւ վատ ընկերության ազդեցությունից։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում, սա էլ հենց պաշտպանության քարտն էր։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ խորհուրդ են ուզում տալ ջրհոսներին իրենց հրեշտակները այս շաբաթվա համար։
Ինչպես որ ասում են, ձեր գլխավերևում գտնվող ամպը արդեն մաքրվում եւ գնում է։ Իրավիճակը, որը ձեզ հետաքրքրում է, կլուծվի ազնվությամբ եւ արդարությամբ։ Թեև եթե դուք հիմա ելք չեք գտնում, միևնույն է այդ ելքը կա։ Միայն պետք է ձեր բոլոր անհանգստությունները տաք Միքայել հրեշտակապետին եւ ինքը կզբաղվի դրանով։ Մի ձեզ անտեղի ծանրաբեռնեք։ Եվ ցանկալի արդյունքը կգա ավելի արագ, եթե վստահեք Աստծուն, որպեսզի նա կառավարի ձեր ներկա իրավիճակը։ Օրենքը կլինի ձեր օգտին, եթե ինչ-որ խնդիր կա օրենքի հետ կապված։ Նոր հարաբերությունները երկար կտևեն։ Դուք կգտնեք ձեր ուզած աշխատանքը։ Ամեն ինչից շատ արագ կբուժվեք։ Նյութական բարիքներն ինքնուրույն կսկսեն ձեզ մոտ գալ։ Աղոթք։ Շնորհակալ եմ իրավիճակը բոլորի համար գոհացուցիչ ելքով լուծելու համար։ Շնորհակալ եմ Միքայել հրեշտակապետին իմ հավատքի եւ վստահությանս աջակցելու համար։ Եվ խորհուրդ. մի վախեցեք խնդիրներից։ Դրանք բոլորը կարող են անհետանալ ցանկացած պահի։ Փոխանակ ժամանակ վատնելու այն բաների վրա, որոնք հնարավոր չի փոխել, ընդլայնեք ձեր մտահորիզոնը եւ սեր տվեք ձեր շրջապատին։ Մի սահմանափակվեք ձեր ներկա հանգամանքներով, հավատացեք, որ դուք ավելին եք ընդունակ եւ ավելի լավին եք արժանի։ Փառքն ու ճանաչումը ձեզ մոտ անսպասելիորեն կգան, բայց ժամանակի ընթացքում ավելի արժեքավոր բաներ կհայտնվեն։ Փոխըմբռնում, սեր, ամուր ընկերություն, ընտանեկան զգացմունքների անխզելի կապեր։ Դուք կկարողանաք շահել շրջապատի հարգանքը, նույնիսկ եթե այժմ ձեզ միայնակ ու դժբախտ եք զգում։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Գնայինք ձկներին։ Ինչ են ուզում խորհուրդ տալ ձկների հրեշտակներն իրենց այս շաբաթվա համար։ Ընդհանրապես քարտը, իհարկե այն ինչ որ ձեզ է ընկել, կոչվում է երևակայություն։ Հրեշտակները գիտեն, որ լուծումը կարելի է տեսնել միայն այն ժամանակ, երբ դուք իսկապես հավատում եք դրան։ Դիմելուց նաև պետք է հավատաք։ Երբեք մի մոռացեք դա։ Հավատքը մեր մեծ ուղեկիցն է մեր կյանքում։ Եվ որ ամենակարևորն է, պետք չէ մտածել, թե ինչ կարող է լինել եւ առաջնորդվել նախապաշարմունքներով։ Ուղղակի պետք է վստահել։ Երբեք կանգ մի առեք ձեր նպատակներին հասնելու ճանապարհին, նույնիսկ եթե այն ձեզ թվում է հեռու եւ անհասանելի։ Գրեք ձեր միտքը որևիցե թղթի վրա։ Ուսումնասիրեք դրանք, փորձեք դրանցում գտնել պատասխաններ։ Հետևեք ձեր ցանկություններին։ Եվ հիշեք, որ հրեշտակները ձեզ աջակցում են, նաեւ տիեզերքը նույնպես։ Դուք անշուշտ նվերներ կստանաք երկնքից, քանի որ արժանի եք դրանց։ Աղոթք. ես անսահման երախտապարտ եմ ձեզ, որ թույլ տվեցիք ինձ օգտագործել իմ իմաստությունը եւ այն հնարամտությունը, որով ես օժտված եմ։ Այնքան հրաշքներ կան իմ շուրջը, նույնիսկ այնտեղ, որտեղ ամենաքիչն եմ ես դրանց սպասում։ Շնորհակալություն այս իրավիճակում ինձ տված օգնության համար։ Եվ նկարագրեք դա։ Ինչ իրավիճակ է։ Խորհուրդ. փորձեք ստեղծել լավ կենսապայմաններ եւ մի սպասեք, որ հրաշք տեղի կունենա ինքնուրույն։ Հիշեք, որ ցանկացած հաջողություն ունի ամուր հիմք, դա քրտնաջան աշխատանքի, աշխատասիրության եւ ազնվության արդյունք է։ Հույս մի դրեք այլ մարդկանց վրա եւ ձգտեք ինքներդ կատարել ամենադժվար գործերը։ Ճգնաժամի կամ էմոցիոնալ անկման պահերին դիմեք հրեշտակներին։ Նրանք կմատնանշեն ձեր սխալները եւ լավ խորհուրդներ կտան։ Եթե դուք չեք հասկանում այն նշանները, որոնք ուղարկում է երկինքը, փորձեք միացնել ձեր երևակայությունը եւ մեկնաբանել այդ խորհրդանիշերն ու նախանշանները։ Դրանք շատ նոր բաներ կբացահայտեն։ Մի վախեցեք ձեր տաղանդներից, զարգացրեք այն, դա խաղաղություն եւ բավարարվածություն կբերի ձեզ։ Այսքանը ձեզ համար։ Թող որ ձեր հրեշտակները պաշտպանեն ձեզ այս շաբաթ եւ իհարկե բոլորին։